Ես ներկայացնում եմ ուժեղ Հայաստան դաշինքը վստահված անձն է եւ շտաբի ներկայացուցիչ։ Որտեղ համասերի եք դուք։ Տեսեք, ես ընդհանուր վերահսկողություն եմ իրականացնում, շրջիկ վերահսկողություն եմ իրականացնում Երևան քաղաքում եւ տեղամասից տեղամաս տեղափոխվում ենք, որպեսզի հասկանանք, որտեղ ինչա տեղի ունենում, ինչպիսի խնդիրներ կան, ինչպիսի խախտումներ կան։ Ես մի քանի արձանագրում անեմ, նախ ակնհայտ արձանագրումը, որին դուք էլ բոլորը տեղյակ եք, որ ընտրողների ակտիվությունը շատ բարձր է, առավոտվանից կարելի ասել աննախադեպ բարձր ընտրական ակտիվություն կա։ Հիմա մենք գտնվում ենք համար 78 մանկապարտեզում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, այստեղ մանկապարտեզում երկու ընտրատեղամաս է, 7-ի 2-ը եւ 7-ի 3-ը, եւ երկու ընտրատեղամասում էլ մենք նույնատիպ խախտում ենք արձանագրել։ Խախտումը կայանում է նրանում, որ տարածքը, որը հատկացված է քվեարկության համար, չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Օրենքը պահանջում է, որպեսզի տարածքը բավական լայն լինի, որպեսզի այն տեսախցիկից նորմալ դիտարկվի, որպեսզի հնարավոր լինի այնտեղ տեղակայել քվեախցիկները, քվեատուփը, բոլոր սեղանները, որոնցից քվեաթերթիկներն են տրամադրվում եւ այլն։ Հիմա այս երկու տարածքներն էլ չափազանց նեղ են։ 7-ի 3-ում ընդհանրապես ասած միայն երկու քվեախցիկ է տեղակայված 3-ի փոխարեն, թե մոտ 1800 ընտրող կա այս ընտրատեղամասում եւ երկու տարածքներում էլ խայտառակ կուտակումներ են առաջացած, ես բավական մտնեք տեսնեք, թե ինչպիսի հսկայական հերթեր են, բայց խնդիրը միայն հերթերը չէ, հերթը պայմանավորված է մարդկանց թվով, բայց օրինակ 7-ի 3-ում քանի որ մի քվեախցիկ պակասում է տարածություն, ընդամենը երկու քվեախցիկ է աշխատում, այդ հերթը էլ ավելի է բարդանում, որովհետեւ մարդիկ պարզապես չեն հասցնում քվեարկել։ Մյուս խնդիրը, որը դրա արդյունքում առաջանում է, նա որ ընտրական տեղամասը նորմալ չի դիտարկվում տեսախցիկներից եւ շատ դժվար է ապահովել ընդհանուր քվեարկության գործընթացի թափանցիկությունը։ 7-2-ում եւս մեկ խախտում ենք արձանագրել, քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող վստահված անձիկ գտնվում էին քվեախցիկների անմիջական հարևանությամբ, իրանք պնդում են, որ իրանք որևէ խախտում չեն անում, բայց նախ տեղն է իսկապես նեղ, նույնիսկ դժվար է մեղադրել, բայց իրանք անմիջական հարևանությամբ են գտնվում եւ հնարավորություն ունեն որպես այդպեսին քվեախցիկներ ներս մտնող կամ դուրս եկող ընտրողների վրա որոշակի ներգործություն ունենալ։ Մեր պահանջից հետո իրանք այդտեղից հեռացան, բայց ես եմ հորդորում 7-2-ում հատուկ ուշադրություն դրան դասնել, որովհետեւ այնտեղ դասավորությունը այնպեսին է, որ քվեախցիկները գտնվում են քվեաթերթիկներ տրամադրելու սեղանի անմիջական հարևանությամբ, մեկը դրանց մեջտեղը կանգնում է, ամեն մեկից գտնվում է ընդամենը կես մետր հեռավորության վրա, որը եւս արգելված է։ Մենք այդ երկուսն էլ արձանագրել ենք։ Ընդհանրապես ասած դիմել ենք նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այս խնդրով, որովհետեւ սա իրանց խնդիրն է։ Տեղական հանձնաժողովները մեղք չունեն, իրանց տարածքներն են տրամադրել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է օրենքի տառին հետևեր, բավական մեծ տարածություն է այստեղ, կարող են ուրիշ տարածքներ վերցնել, որոնք ավելի համապատասխան կլինեն։ Այս բանը այդքան է։ Իսկ ինչ որ Այս եք արձանագրել, այս կասկածելի դեպքեր, որ գան իրենց հասցեն չգտնեն, ինչ որ մարդիկ կային, որոնք այո, իրենց հասցեները չէին կարողանում։ Եղել այստեղ։ Մարդիկ կային, որ իրենց հասցեները չէին կարողանում գտնել, իրենց մենք օգնեցինք իրենց հասցեները գտան։ Տեսեք, մենք ուզում ենք շատ Իսկ դուք խախտում համարում եք, որ պարոն Փաշինյանը իրենց Հայաստանի այդ կրծքանշանով եկավ։ Այո, որովհետև իրենց քարոզչական լոգոն է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հատուկ զգուշացրել է, խնդրել է, ասել է լոգոներ, հա թվեր եւ այլն մի տեղակայեք ձեր վրա։ Ես կարծում եմ, որ այո դա խախտում է։ Շապիկների գլխարկների վրայով էլ դրա համար պատասխանատվությունը այո վարչական է։